Հոկտեմբերի 16-ին Վրաստանում հացի գները 10 թեթրիով բարձրացման պատճառը ալյուրի և ձեռնարկություններում աշխատավարձերի աճն է, հայտնել է Հացի արտադրողների միության նախագահ Մալխազ Դոլիձեն մեդիա պլատֆորմին տված հարցազրույցում։ Ներկայում Վրաստանում հացի միջին գինը կազմում է մոտ 1 լարի 20 թեթրի, հացը արտադրվում է ինչպես մեծ գործարաններում, այնպես էլ փոքր հացթուխներում։ Որոշ խոշոր խանութների ցանցերում հոկտեմբերի կեսերից առաջին անհրաժեշտության այս ապրանքի գինը բարձրացել է մոտ 10 թեթրիով։ Ովսենք ալուրը նկատվելով հանգեցել է, բայց հացը չեմ նկատել։ Սա բարերներ ենք եղել ենք, նույն գներն են, կա 80, կա լարի, բայց ալուրը հաստատ հանգեցել է։ Առաջ կառնեինք 55 լարու, այ մելել է 60-62 լարի ալուրը, բայց հացը չէ հանգել։ Ասենք ես գնեմ հաց ճիշտ է, տունը կեպել, բայց բազի գնեմ հաց նույն գներն են, 80 լարի։ Ալուրն որ հանգեցել է, հացը նույն գինն է մնացել, կարող է քաշը իջուցել են, քաշը։ Եդու ամասին չեն հանևեր գինը, հացին գինը, ուրեմն քաշը քչացել են, որ նույն գինն է մնացել։ Ինձ և հացերը 80 կապեկ են բուժուրներն, մարդը քաշներն է լարի մեր, ուրեմն քաշը իջուցել են, եթե ալուրն որ հանգես են, քաշնոր նույն տեղը մնար, անպայման հանգեր դե հացը, ուրեմն քաշը իջուցել են, չեն ուզել հանգստնել, քաշն են իջուցել, սենք են վար խոսքին ասենք 500 գրամ էր, կարող է 4 են էր, 400 գրամ, որ նույն գինը մնա հացը։ Չուդեմ, մեր կողլ չէ թանգ, ալուրը թանգցել էր, կեչ, ալուրն է, պարադուխտն որ վապշ է, շար է թանգ է պարադուխտը, շար, միշկ եղեն է, վանջար եղեն է, то есть սավսեմ թանգել է, սավսեմ։ Խնդիրն այն է, որ այս տարի ալյուրի գները բարձր են, եթե համեմատենք անցած տարվա հետ, ապա 2024 թվականին միջին գինը մեկ պարկի համար կազմում էր 52 լարի, իսկ այսօր մոտ 60 լարի։ Վրաստանը տարվա ընթացքում սպառում է մոտ 800,000 տոննա ալյուր, որի շուրջ 78%-ը ներգրվում է Ռուսաստանից, որը հանդիսանում է ինչպես ալյուրի, այնպես էլ ցորենի հիմնական մատակարարը։ Ուրեմն ես ինչպես տեղյակ եմ, մեծ քաղաքներում հացի գինը բավականին թանկացել է, այսինքն 5-10 թեթրիով, ու քաշը շատ փոքր է։ Դա շատ վատ է քաղաքում ապրող բնակիչների համար, որովհետև քաղաքին ապրող բնակիչները, ինչպես գիտենք, աշխատանքը շատ դժվար կգտնին ու աշխատուժն շատ քիչ է այնտեղ։ Իհարկե շատ վատ կանրադառնա այդ տեղի բնակիչների համար։ Ու ամենակարևորը այն է, որ մերկով հրը հանգեցել չէ Նինոցմինդա քաղաքը։ Հացը ինչ որ կա իրեն քաշը կա, ինչ որ պետք է գինը նույնն է, ու ամենալավ նորությունն է դիգոր մենք հրը հացի թանկացում չենք նկատել։ Ու հույսով ենք ու չի ալենա, քանի որ եթե թանկացավ շտա մնացել է մենակ հացը թանկնալու, որովհետև ամեն ինչը կենալով արդեն թանկանում է։ Բայց հույսով ենք, որ հացի թանկացում մեր մոտ չի գրանցվի։ Նինոցմինդայի հացթուխարաններում հայտնեցին, որ թեև շուկայում երբեմն նկատվում են տատանումներ, սակայն ներկայումս ալյուրի և հացի գները չեն փոխվել։ Միևնույն ժամանակ որոշ բնակիչներ անհանգստություն են հայտնել հացի քաշի նվազման կապակցությամբ։ Նրանց խոսքով, թեև գինը չի փոխվել, հացի քաշը համեմատած անցած տարվա հետ փոքրացել է։